Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story Podcast-ի էպիզոդ 25-ը, այսօրվա իմ հյուրն է Կարեն Մեյմարյանը, Կարենը Լոս Անջելեսում բիզնեսմեն է և ներկրում է տարբեր բրենդեր, այդ թվում Արարատ կոնյակը, Կարաս գինիները, Տուզ հայկական գինիները, Գևորգյան Winery-ն, Ալեքսանդրիա գինիները, Մարկ Սևունի չոկոլադը և Դարմարտ թեյը, այդ թվում կան նաև այլ երկրի բրենդեր, վրացական, ուկրաինական, մի խոսքով Կարեն, բարի գալուստ ու խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասը սկսես պատմել, ինչպես սկսեց, որ թվականին տեղափոխվեցիր Լոս Անջելես և հետաքրքիր զրուցենք։ Մի խոսքով իմ story-ն։ Հա։ Բարի լույս Աննա ջան, նախ ուրախ եմ շատ տեսնել։ Աղագին տենց մանկական հիշողություններ է արթնացնում նախ եւ առաջ, բայց գալով քո հարցերին արդեն 14 թվականն եմ տեղափոխվել ԱՄՆ, անցնելով էմիգրացիային հատուկ բոլորիս ինչ-որ ճանապարհ, ուղղակի տարիներ անց մտածում եմ, որ այնքան բախտավոր եմ եղել, որ ԱՄՆ-ում շարունակել եմ այն գործը, ինչով հիմնականում զբաղվում էի Հայաստանում, իհարկե այստեղ ամերիկյան շուկան եւ ԱՄՆ-ն շատ ավելի մեծ մասշտաբներ է եւ շատ մեծ ավելի էներգիա պահանջում եւ հնարավորություններ է տալիս, շատ մեծ փորձառություններ է ամեն ինչը այստեղ կայացնելու, անցնելու ու դեռ կայացման փուլում է այդ ամեն ինչը։ Եկանք, որ պետք է հասկանալու ընդհանուր առմամբ ամերիկյան շուկան ինչ է եւ հայկական արտադրողը իր տեղը որտեղ է գտնվում ընդհանրապես եւ ինչ կարող է անի, բայց դա ամեն սկսում է mindset-ից ու էներգիայից, գտնվում էր այնտեղ, որտեղ մենք մեզ ներկայացնում պոզիցիաների ռվց էինք անում, այսինքն պարփակված մեր համայնքի շրջանակներում ու դա բոլորի համար շատ օքեյ ու նորմալ էր, չէին էլ մտածում, որ ինչ-որ կարելի է քայլեր անել, պետք է բացվել աշխարհին, ոնց որ իմիջիայլոց ունենալով ուրիշ ազգերի այդ success story-ները, իռլանդական գաղութը, իր երկրի լավագույնը, հարյուրամյակներ արդեն բերել, ներկայացրել, ինքը սիրել եւ իր սերա արդյունքում մատուցել նաեւ այլ ազգերի եւ Ամերիկայում ապրում են բոլոր դեմոգրաֆիաների, բոլոր ազգությունների, մշակույթների մարդիկ։ Ուտելիքն ու խմիչքը ենթադրում եմ մշակույթով ներկայանալու ամենահեշտ, արագ եւ ամենահաճելի քայլերն են, առաջինը, մինչև հասնես ճարտարապետություն, պատմություն, թե այլ մշակույթի տարեր, դե իմ բրենդերը, որով ես եմ ներկայացել, առաջինը Արարատը մեր ազգի այցեքարտն է, հարյուրամյակներ անց, միակ կայացած 150 տարվա բրենդն է, որ անցել է մեր պատմության համարյա բոլոր փուլերը, սկսեցինք Արարատով, սկսեցինք նույն մեր համայնքներ, դե Սփյուռքը շատ շերտերից է բաղկացած, իրանց հետ ճիշտ աշխատել, բացատրել ինչ է հայ արտադրողը, որ Հայաստանում արտադրվում է բարձր որակի ապրանք, ներկայանալի աշխարհին, իրանք չխուսափեն, իրանք անձամբ դա սիրեն, ներկայացնեն, անհնար կլիներ աշխարհին պաստա կամ պիցցա ներկայացնել առանց իտալացիների սիրո դեպի իրանց ապրանքը եւ որի օրինակ ուզում ես վերցրա, հենց ինքդ նույն քո տան մեջ, չէ՞, մամայիդ կամ տատիկիդ տոլման որ չսիրես, դժվար կարողանաս հարևանները գան ու ներկայացնել։ Ինչ որ առումով տրադիցիոն Սփյուռքի կողմից հայաստանյան բիզնեսին եւ հայ արտադրողին եւ հայ ապրանքին սկսեց փոփոխություն մենտալիտետային, հավատ, գործընկերային հարաբերություններ, այսինքն ոչ օգնելու կարգավիճակ էր, ոչ ինչ-որ մեկը ինչ-որ բան խնդրում էր, այլ հակառակը նույնիսկ սկսվեց երևի թե առաջի անգամի պրոցես, որը մենք ինչքան որ հնարավորությունները ու ցանկությունը ներում էր,
մենք ենք աշխատում ենք համայնքի հետ, մշակութային կազմակերպություններ առանց ինչ-որ խտրականություն դնելու, հայացած քաղաքական կառույցներ, անհատներ, միջոցառումներ, այսինքն հայ արտադրողը իր արտադրանքով դարձավ համայնքի լիարժեք կյանքի մի մաս։ Ընդունվեց, հավատաց, հետո սկսվեց արդեն նորմալ բիզնես պրոցեսներ ամերիկյան, վերածվեց լիարժեք ներմուծող եւ դիստրիբյուցիոն կամպանիայի Չէ, իրականում շատ գովելի է, որ ասենք գնում ենք ստեղի այդ մեծ հսկա խանութները, Հայաստանում դե կարող անունները որոշները չեն իմանում, բայց Ամերիկայում ապրողները գիտեն Costco-ն կամ Ralph's-ը, մեկ է տեսնում ենք հայկական արտադրության ինչ որ իր կամ product ու դրանով ոնց որ շատ ենք ուրախանում, որովհետև թող ինչի ոչ ամերիկացիներն էլ ու մյուս ազգերն էլ իմանան ինչ լավ կոնյակ, գինի կամ շոկոլադ, թե ինչ լավ պրոդուկտներ ունենք Հայաստանում։ Կարեն ջան, եթե խնդրեմ կպատմես, օրինակ, գիտեմ Հայաստանում բիզնեսը հիմնականում կապերի միջոցով է, մեկ զանգ ու արդեն ոնց որ դու ես իմում խնամին ես կամ ծանոթն ես, բարեկամն ես ու արդեն քո հարցերը լուծված են։ Այ դու ոնց որ եկել ես Լոս Անջելես ու համոզված եմ, որ Costco-ում ծանոթ բարեկամ խնամի չես ունեցել կամ Ralph's-ում, մի քիչ կպատմես, ոնց կարողացան քեզ վստահել, որովհետև ես իմ գործի IT-ի մեջ եմ, հիմնական դժվարությունը, որ քեզ պրոյեկտ տան, որ դու մեծ կամպանիաների համար պրոյեկտ անես, վստահությունն է, որ քեզ վստահեն, որ դու ճիշտ ժամանակներին deliver կանես պրոյեկտը կամ քո դեպքում պրոդուկտները միշտ in stock կլինեն, չէ, ոնց կարողացար այդ վստահությունը կառուցես։ Նախ առաջերտին երևի պետքա դառնաս այդ մեխանիզմի կամ օրգանիզմի մի մասնիկ ես համարես, տվյալ դեպքում Wine and Spirits Industry-ի մի մաս, որը մի հատ հրաշալի Ամերիկայում պատմություն ունի ու սկսած այդ prohibition-ի ժամանակահատվածից մինչև մեր օրեր մարդիկ եմ հանդիպել եւ մարդկանցով եմ հիացել, որոնք հարյուրամյակները այդ ինդուստրիայի մի մաս են ստեղ կազմում, կայացրել են բրենդեր, կայացրել են կամպանիաներ եւ իրանցից էլ շատ բան եւ սովորել եւ նմանակել իրանց dedication-ը, հա, իրանց բիզնեսին եւ այս երկրին, այդ առումով ես ուզում եմ ասել, որ հայ արտադրողը կամ հայ բիզնեսը վերջի 100 տարի կարելի ասել, նո օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, ապրելով ուրիշ հասարակարգի մեջ, սովետական միության, ինչքան է 30 տարի մենք արդեն ավել ապրում ենք անկախ պետության կարգավիճակում, բայց մեր բիզնեսի հանդեպ մոտեցումները, բիզնես մտածելակերպերը շատ բանով դեռ մնացել են հնի տրամաբանության մեջ։ Ամերիկան այդ առումով, եթե իհարկե շատ արագ ուզում ես, պետքա կոտրես քո մեջ այդ մոտեցումները, այդ արագության առումով, բյուրոկրատիայի առումով, այդ ձեր բերած օրինակները ծանոթություն կամ կապեր ստեղ էլ անպայմանաբար կան, բայց արդեն այս նոր տրամաբանության մեջ, հա։ Ու եթե դու ինդուստրիան ընդունում ես եւ ունես առաջարկելու բան, ինքդ հավատում ես, շատ բաց են իրանք այդ ամեն ինչը նաեւ լսելու, այդ ամեն ինչը նաեւ ընդունելու նոր բան մանավանդ եւ հայկական համայնքը Ամերիկայում ինձ թվում է դեռ շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, ուղղակի պետություն արտադրող համայնք այդ տեսանելի ու անտեսանելի կապերը, որ մի հատ շատ ավելի անգամներով ձևակերպվեն ու ուրիշ էներգիա ստանան։ Շատ ճյուղեր ունենք, որ իրանք ԱՄՆ-ում օրինակ հարյուրավոր անգամ կարան աճեն։ Costco-ն դա ընդհանրապես մեկն է պրոյեկտներից, որ համարում ես մեծ ցանց, մինչև այդ նույնիսկ ավելի փոքր, բայց ավելի հաջողակ սթորիներ էլ կան, երբ որ դու
իրական քո երկրի որևիցե արտադրանք կարողանում ես աշխարհի ամենամրցունակ շուկայում քո համայնքից դուրս հասցնես ներկայացնես եւ դրա արդյունքում ստանաս ինչ-որ նամահաճույք կամ արդեն արժեք։ Շատ հետաքրքիր է։ Իսկ եղել են ինչ-որ այդ առաջի տարին կամ երկրորդ տարին ինչ-որ հետաքրքիր ծիծաղաշարժ պատմություններ, կախված թեկուզ լինեն որպես էմիգրանտ ստեղ կամ նոր այդ ամբողջ բիզնեսին, ինչ-որ հետաքրքիր պատմություններ կան, որ կուզեիր պատմեիր։ Անընդհատ շփվելով մարդկանց հետ ու ունենալով անմիջական շփում հետաքրքիր բաներ շատ է տեղի ունենում, օրինակ մեր ամեն համտեսի պարտադիր ինչ-որ կարող մի հատ հույն մարդ հայտնվի, որի գոլեգան կամ հայա կամ ինքը իրանց տանը, չգիտեմ, ինչ-որ հայկական ուտեստ է, կամ որի կինը եւս հայա լսել է այս մեր մշակույթի մի մասակազմում, Ճապոնիայից մարդ կարա գա, որ պարզվի իր ամուսինը նորից հայա ու բոլորին որ ունես դու ես Արարատ եւ այն ամենաթոփ, հա, մեր բրենդերը ներկայացնելը ոնց որ շատ հեշտ է այդ icebreaker-ը, այդ դուր բացելը եւ իրանց հետ այդ շփումը հաստատելը շատ հավես process է դա, որ նահանգում լինենք, ոնց որ այդտեղ միշտ ինչ որ մի հատ արագ կոնտակտ հաստատվում այդտեղի մարդկանց հետ։ Կարեն, ես չեմ մացել, փաստորեն բացի Լոս Անջելեսում ուրիշ նահանգներում էլ ես կարողանում ներկրել ես Okay, բիզնեսի մոդելը սենց է, ես ներկերող եմ հիմնականին բրենդերը ամբողջ Ամերիկա եւ անմիջական դիստրիբյուտոր եմ Կալիֆոռնիայում։ Դա խմիչքի մասով եւ օրենքի պահանջ է։ Եվ չես էլ կարող ամբողջ Ամերիկայում դու հենց դիստրիբյուցիան անձամբ անել, այսինքն ինքդ քո ռեսուրսով, քո լոգիստիկայով ապրանքները տանել Ամերիկա, որը շատ ծախսատար եւ ժամանակատար process է։ Դու կարաս ներկրես ու որպեսզի հեծանիվ չորնես, 10 արդեն կայացած դիստրիբյուտորները վաճառեն։ Բայց փորձը ցույց է տալի, որ ինչքան մեծ են այդ դիստրիբյուտորները, այդքան իրանց համար ես դու ոչ մի բան, այսինքն իրանց ցալով դու գործում ես լրիվ կոնտրոլը քո ապրանքի ու power ամեն ինչի, կամ ինքդ նորից նույն գործը պետք է անես, իսկ եթե փոքրերին պետքա տաս, փոքրերից 100 անգամ ավել արդեն դու ինքդ մանավանդ հիմա մենք մեր կայացած պահեստով ինֆրաստրուկտուրայով եւ մարդկային ռեսուրսով եւ լոգիստիկով կարողանում ենք Կալիֆոռնիան գոնե փակենք ամբողջությամբ, որը ահռելի տարածք է։ Իսկ այլ նահանգներում աշխատենք առայժմ տարբեր պարտներների հետ, բայց հետագայում դե միտքը կա այդ տարբեր նահանգներում էլ մենք դառնանք այդ մարդիկ, որոնք դարձել են Կալիֆոռնիայում։ Շատ հետաքրքիր է, ես գիտեմ, որ հայկական արտադրության պրոդուկտները, նրանք, որոնք հենց Հայաստանում են արտադրվում, ինչ որ քանակի խնդիր ունեն, հա, ասենք, այս քանակից ավել, ինչքան էլ որ ուզենաս արտահանես, բայց չեն կարող արտադրեն, լինում է տենց խնդիր քո բրենդերի հետ, թե հլավոր ամեն ինչ նորմալ է։ Հիմնական մեծերը, Աննա ջան, իմ մոտ, որտեվ ես տենց կամ ստացվել է, կամ հիմնական այն կատեգորիայի առաջատարները, որ ես բերում եմ, մենակ կոնյակի դեպքում Արադ, գինի դեպքում Կարաս կամ շոկոլադի գործարանը, իրանց ոլորտի առաջատարներն են, որ փառք արտադրության խնդիր այսօր չունեն, այլ ունեն սպառման խնդիր, ու այն ինչ որ հիմա կատարվում է, չգիտեմ դրա ինձ կարող է հետո մի քիչ ավելի երկար խոսանք, Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին, որը մինիմում 15 թվականից 2000 ես ամեն օր ասում եմ ոնց որ գլխից սուր կախած լինի ու դու սպասես մինչև իշնի գլխիդ, ու դա մենակ Ռուսաստանի ու Հայաստանի հարցը չի, դա դաժե անհատի կյանքում էլ ինչ որ մեկից, ինչ որ մի կապված լինելը, դա լավ օպշն չի, մանավանդ ունենալով ձեռքիդ տակ, հիմա դա ես Ամերիկայում եմ, ամերիկյան շուկայից կարող խոսամ, բայց
էքսպերտն ու աշխարհի հետ հարաբերվելը տնտեսապես դա մենակ ԱՄՆ-ով չի սահմանափակվում, այդ ուղղակի դու պետք է կարողանաս ինքդ բաց լինես, ինքդ արտադրես, հավատաս քո արտադրանքին, ու ամենակարևորը դու քո ստանդարտները պահես ամեն կատեգորիայի, չէ՞։ Մենք այդպես լսում ենք շվեյցարական ժամանակցույց, իռլանդական վիսկի, ֆրանսիական ESN, բելգիական շոկոլադ, այդ բառերի հետևում հարյուրամյակների, սերունդների աշխատանք ու ստանդարտներ են, որ ասում է, չէ, fourth generation bakery, ինչ, ասենք, պապս արկելա, թորս արկելա, նույն որակով, նույն ռեցեպտով, այդ consistency-ն կա։ Մեր մոտ, եթե մի բառով մեր mindset-ը, business առաջներում, հիմա էդի սենց մի հատ անհասկանալի եռալու փուլում է, ու պետք է կարողանա դա մի հատ բանան ձևավորվի։ Կպցնելու տրամաբանությունը, կպցնելու, այսինքն այսօր դասյաշիկ մեկը որ գա ուզի, բայց ասի այս մեկը սենց սարքեք, դրան էլ պետք է տանք, նրան էլ պետք է տանք, նրան էլ պետք է տանք, ամեն ոլորտում ստանդարտներն կան, եթե կոնյակ գինայինք, օրենքով էլ կա գրած։ Այդ պետության դերը դա համակարգել, տարբեր օրենքի տեսք, ձևավորել մեխանիզմներ, որ դրան հետևեն, բիզնեսը պետք է արդեն տեղավորվի դրա տակ, այսինքն եթե Ճապոնիան որոշում է, որ աշխարհին պետք է մաչա թեյով կամ մաչայի պրոդուկտներով ներկայանա, դա հաստատ general decision-ը։ Հա։ Եվ պոզիցիան երևեցանում Ճապոնիան որպես մաչայի հետ կապված ամեն ինչ։ Հետո բիզնեսմենները թե մեկը մաչայով cheesecake է սարքում, թե կոֆե, թե ոնց է ծախում աշխարհին, ծախում։ Արդյունքում մաչան out է լինում Ճապոնիայում։ Հիմա մենք մեզ որ պոզիցիան երևեց անենք որպես թեյախմության երկիր, չէ՞, թեյ խմում։ Հա։ Բայց այդ թեյը չլինի ահմադ թեյը ներմուծված, կամ թող լինի որպես բիզնես, բայց օգշի թեյախմություն, ռիտուալը, ծեսը, ապրանքը ծախում է ծեսը, բանի ծեսը չէ էլի, եկեղեցական ծեսը չէ, ռիտուալը, լյուբոյ ապրանք, սուշին դա ծեսը, ռիտուալը, կարոնայի վրիլայմը ռիտուալը, ռամենը ռիտուալը, խաշը ռիտուալը, խաշը այդ ուտելիքի մասը մի կողմ, խաշը ռիտուալը, որը կարելի է, հա, զարգացնել, բայց մեկ ինքդ այդ ռիտուալը որոշի հասկացի, հաստատի, ու վերջ կարելի ասա, ռամենն էլ է ռիտուալ, սա ռիտուալային է մեկը, կոֆեն, գինին, պաստան, արդյունքում այդ մարդիկ մենք էսենք, այդ ամեն ինչը վաճառում ու պայքարը գնա լավից լավը։ Այ որ ասեք ծիծաղալու կամ բան կամ տխուր, առը դրել եմ, որտեղ ես էլ եմ հեսա մեր երկու պոդքաստ ուզում անեմ։ Արդեն բանը, ընտրություններն էլ ավարտվեցին, կարանք սկսենք մեր պետական պաշտոնյաներին մի քիչ նորմալ լեզություն տալ։ Երիքա օգնենք մի քիչ։ Օրինակ գնում եմ նահանգներ, որ 5 տարի առաջ, 10 տարի առաջ, հիմա քչանում է։ Ինձ հանում են կոնյակներ են ցույց տալիս, դեն Made in Armenian գրած։ Ինչքան կենթանի կա երկրագնդի վրա այդ էշձին, այդ ամենիչը, առը դրել եմ ընդեղ, որ և ինչքան սուրբեր կան տարբեր, բոլորի անուններով այդ կոնյակը կա։ Այսինքն մարդիկ Made in Armenia խանութի սեփականատերա ժամանակին առել է, ինչ որ մարդը փորձել է ու պարզա դրա մեջի որակի բաղադրությունը։ Ու դրանից հետո հայտնվում ես դու քո 1887 թվի Արարատի պատմությունով, Ստալինով, Չերչիլով, Մարկար Սեթրակյանով, սրանով նրանք, ասում է հայկական կոնյակը լավը չի։ Դե հիմա արևի հետ սկսի բացատրել, թե ինչի որը լավը չի եւ որն է լավը, այդ երկրից պետք է նման բան ուղղակի դուրս չգա։
at least հայկական կոնյակ անունով դուրս չկա, կարա գրվի չեմ անում ինչ դրա վրա։ Որովհետև այդ երկրից թող դուրս գա լավից լավի վրա գնա։ Մենք որովհետև գլոբալ պետք է լինենք մենակ բուտիկ որակ տվող պետություն, մենք ոչ մի բան քանակ չպետք է տանք ու identity մեր պահենք։ Եթե կոնյակ ենք արտադրել 100-ամյակով, հիմա էլ սարքում ենք բան, ակադեմիական քաղաք, օրինակ, հա, այդտեղ գյուղատնտեսության որ զարգանա, եթե ուրիշ գործարաններ սարքում են այդ էշը, ձին եւ այլն, այսինքն ով է սովորելու, որ գնա ավելի լավ բան արտադրի, պետք է ուրեմն սարքել մեծ բանի մասնագետների պահանջ լինի, բարձրակարգ, որ իմանան, որ այ որ գնամ սովորեմ, կդառնամ Արարատի կոնկուրենտ գործարանի գինեգործը, կստանամ ավելի շատ գումար, այ դրա համար գնամ սովորեմ, թե չէ ինչի գնամ սովորեմ, եթե Պողոսի Պետրոսի սրան զավոդում կարանք fake էս արտադրենք, լավ էլ փող աշխատենք, այսինքն բիզնեսի բանը, այդ մեխանիկան պետք է փոխվի, գնա դեպի որակով։ Այդտենց որ անեին մենք շվեյցարական լիքը fake ժամացույցներ թող արտադրեին, կեսգնով։ Հա, ուզողը կգնի էլի, ինչի պետք է չլինի, բայց ընդ պայքարը գնացել է այս տունը ժամացույցների, այս, չգիտեմ, 1700 քանի թվից այս սենց արտադրի, այս մեկը գնա, այս նորամուծությունը անի, ու դրա արդյունքում սա դեմք են այդ ոլորտի մարդիկ դեմք են։ Մենք տխուր ստատիստիկա կա Հայաստանում, այս սենյակի չափ որակյալ blend master կամ market Այդ որն է, Կարեն, ես չգիտեմ։ Այդ գլխավոր քիթը, այսպես ասած, որ վերջի այդ բռնում է այդ համերը, այսպես ասած, ստանում է այդ բույրերը, դրանց մեջ մեծ պահանջարկ կա, որ ամեն վիսկի կամ բաների հարդ լիկյորների արտադրության մեջ են blend master-ները, ինք ամենագլխավոր մարդը Կարեն։ Իսկ սովետի ժամանակ որ համալսարաններին ավարտում այդ մասնակիցները։ Սովետի ժամանակ ինստիտուտներ են եղել աշխատող իմիջայլոց, իր տնտեսության լոգիկային համապատասխան, բայց կարևորը եղել են ինստիտուտները, եղել լոգիկան էլ է եղել։ Գյուղատնտեսականը, ագրարային հիմա համալսարան կա։ Ես ճիշտն ասած ալկոհոլի մեջ տենց լավ չեմ իմանում, բայց գիտեմ, որ պարֆյումերիայի մեջ պարֆյումեր դառնալը նամանավանդ տենց հայտնի բրենդերի համար շատ ծանր ու երկար աշխատանք է, կարծեմ քիմիա, կենսաբանություն, այդ հոտարության բանը հենց ծրված բնությունից պարֆյումեր դառնալու համար մի բան չպետք է իմանաս, այսինքն եկաղա ալկոհոլի դեպքում էլ է տենց որ իհարկե շատ լավ օրինակ է, նույն պարֆյումերիան էլ չէ, այն երկրները, որոնք այսօր աշխարհին հայտնի են ինչով, իրանց որակով, իրանց տրադիցիաներով, իրանց identity-ով մի օրում չի կայացել ու բավական լուրջ պրոֆեսիա է։ Ես չգիտեմ այսօր Հայաստանում օրինակ նույն այդ օծանելիքի պարֆյումերիայի մասնագիտական, вообще մասնագիտական, притом միջին մասնագիտական կրթության վիճակը, շատ խորացած չգիտեմ, բայց տխուր վիճակ է Հայաստանում։ Այսինքն մենեջերն են բառը, որ ստե Ամերիկայում ենք ապրում, գիտես ինչ սպეციფიკա ամեն ինչի ամեն ինչը, նեղ մասնագիտական խորացած։ Այնտեղ այդ վիրտուալ այդ մենեջեր աղջիկների ու տղաների բառը, որ մենեջերներ են իրանք։ Որ այդպես հումորային է որ ասում գործերը վատանում, ասում լավ մեկ մարքեթինգի աղջիկ են։ Որ աղջիկ անում օֆիսում մարքեթինգի։ Չես հասկանում ինչի։ Նա հետաքրքիր հարց կա։ Պետք է դեմի բայշոր, չգիտեմ, ինչ պետք է անի։ Նա հետաքրքիր հարց կա, որ ես միշտ ինձ շատ հետաքրքիր է կա կոմոդ ստատիստիկա, որը ցույց տա, թե վերջած ասենք մի հատ բրենդ նեյմը,
Լոս Անջելեսում հենց կոնկրետ, որտեղ շատ են հայերը, ավելի շատ հայերն են առնում, թե մյուս ազգերը։ Օրինակ, ենթադրենք Բուրբենքի Քասկոյում Արարատ կոնյակը կա, ինչ-որ ստատիստիկա, որ քեզ Քասկոն տրամադրի, որ ինչ ազգեր են առնում, որ քեզ էլ կողմնորոշվելը ավելի հեշտ լինի։ Կոնյակի դեպքում բանը հայերի հետ կապված լինքը ավելի ուժեղ է։ Զուտ դաժե այն պատճառով, որ Ամերիկա այդ կոնյակը կամ բրենդին տրադիցիոն ամերիկյան հասարակության խմիչք չի, գինու դեպքում շատ ավելի հեշտ է ամերիկյան crowd-ի հետ աշխատելը, որովհետև այդտեղ պարտադիր չի հայը խմի այդ հայկական գինին, արգենտինացին խմի Մալբեկը, չգիտեմ, Ֆիջի կղզի ապրողն է Ֆիջի ջուրը խմի, այնտեղ արդեն որտեղ սա ջուրան է գինի է, մի քիչ ավելի գլոբալ կատեգորիաներ են, մեծ կատեգորիա։ Կոնյակը բրենդին մի քիչ ավելի նեղ, non-traditional բրենդի կամ բան խմող շուկայա ամերիկան ընդհանուր առմամբ ու դե մասնավորապես կոնկրետ արարատներ, այդ դրա համար իմիջիայլոց մեր արարատես նոր 3 ֆլեյվերները մեզ մի քիչ ավելի բացեցին ճանապարհ դեպի այդ non-traditional կամ ջենդերայինով ավելի կանացի, ավելի աղջիկների կամ ավելի կոկտեյլի կուլտուրայի դուր բացեցին ֆլեյվերներով։ Ինչ ֆլեյվերներ են։ Ես ճիշտ ասած տեղակցեմ։ Ես պետք է համ փորձենք, համ քիչ ծիրան, կոֆե եւ չերի։ Հայաստանում կա նաեւ մեղրը։ Ստեղ մենք մենակ 3 հատը ունենք, որոնք ամեն մեկն ինքն իրանով, օրինակ Արարատ կոֆեն, էսպրեսո մարտինի ամենաիմ տեսած հաջողված բեյսն է, որտեղ դրա մեջ կոֆեի հիմքով լիկյոր է պարտադիր պետք ու Արարատ կոֆեով որը որ սարքում ենք, հոյակապ ինքը բան է լինում։ Այսինքն բրենդերներն են, չէ, մեռնում, ծերանում, ջահելանում, նայած որ փուլում ինչ է սկարում ամենս բրենդի է։ Պիեր Կարդենի պես բրենդ սարս գիտենք, բայց մեռավ, չէ, չկարացավ ջահելան։ Օրինակ այս ֆլեյվերները Արարատին տվեցին մի հատ հազար ջահելություն։ Ու տեսնենք ինչ կլինի հետո։ Կան ինչ-որ պլաններ ապագայի հետ կապված, ասենք, այն որ տենց հարց կա, չէ, սովորական ինտերնետներին, որ ասում են, որտեղ ես քեզ պատկերացնում 5 տարի հետո։ Ես դեմ ապուշ հարցա, որովհետև համանավանդ AI-ի հետ կապված, ու պոլիտիկայի, ու կռիվների, ու եւ այլն, ոնց որ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի 5 տարուց, բայց հիմա այսքան արագ դու աճում ես ընդամենը մի քանի տարվա մեջ, այսքան բրենդներ, պրոդուկտներ, ինչ որ լիմիտ կա, որ դու օրինակ հասնես այդտեղ, ասելու ես էսեր։ 5 տարի առաջ, 5 տարի հետո, եթե որպես ապրել, ես ինձ պատկերացնում Հայաստանում ապրեմ, Ամերիկայում պատկերացնում անընդհատ ինչ-որ բիզնեսի հետ կապված կամ ընդհանուր կապ ունենամ, այս սկսած գործը, եթե վերածվի movement-ի, շատ մեծ երազանք ունեմ, մենք վերջապես, որտեղ ունեցել ենք էլի, դա մի հատ առանձին podcast-ի թեմա, մեր identity-ին որ հետ գա, բայց այն identity-ին չէ, որ տենց մենք այդ bullshit այդ ռազմահայրենասիրական ծովից ծովային identity-ին չէ, ուղղակի աշխարհի հետ ճիշտ համահունչ քայլելու ու քեզ իսկականից վերագտնելու մի հատ movement կամ dream, LA-ից սկսած մինչև Ամերիկայի ցանկացած քաղաք լինի մի հատ authentic Armenian ռեստորան, որտեղ այդ հումուս մութաբարը չլինի կամ միկադո, իշխանձուկ, նարգիլե, այդ էլ չլինի։ Այն ինչ ունենք, մի հատ որտեղ տենց երկիր պետություն չկա, որտեղ որ ես գոնե եղել եմ քաղաք վրացական ռեստորանը տեսած կլինեն, որտեղ այդ իրանց մի քանի appetizer-ը, մի քանի սուպը, մի քանի main dish-ը ու ամբողջ գինի վրացական, որտեղ պետք է կայացնես։ Ու այդ տենց մի եսի միշտ չեմ ասում, էլի այդ
ցանկացած ազգի identity մի մասն է իր food and beverage-ը։ Դրա մյուսը wine bar-երը, որ Երևանը ինչ կայֆ բում է ապրում այդ գինու կուլտուրան եւ բարային կուլտուրան արդեն craft mixologist-ների խմիչքների այ դրա ծախելը աշխարհին մեր մոտ ահա որ համ թույլ է, համ տեմպերն է թույլ, համ mindset-ն է թույլ, որտեվ ի տարբերություն մեր հարևանների ցանկացած իրանք ամբողջ աշխարհը գրավ է առել կամ ես ինչ են արել իրանք առաջինը hospitality-ով Թուրքիայի դոներ քեբաբը Սան-Դիեգո մի հատ փոքր տեղ կա դե իրանք համայնքը շատ ուժեղ է կային փոքր տեղ է լաունջ է մի հատ լամինատից մի էջանոց մենյու ունեն երկու էջանոց քանի տեղ է հնարավոր թրքիշ բառը տեղ գրվի Դա գրած է մի 20 Turkish coffee, Turkish delight դե լոխումը վերցրել Turkish delight են բացել Turkish soda, Turkish S, Turkish N Հիմա որ ես ու դու որոշենք Լոս Անջելես մի հատ ասենք գնանք տեղ որտեղ կլինի մեր մի քանի տրադիցիոն ուտելիք ու պարտադիր չի այդ պատերին ելնեն ինչ-որ տեսարաններ, սարդարապատի կամ բանից modern Armenian cuisine իրար wine and spirit cocktail-ով, չգիտեմ, թե կովիով, մոխիտո կամ չգիտեմ ինչ, տես wow մի բան գոյություն չունի։ Նու չունի, ես հələ դրան opportunity եմ ուզում որպես նայեմ, որտեղ 10 տարի առաջ էլ հայկական ապրանք գոյություն չուներ։ Ճիշտ է։ Ես այդ որ ասում եք 5 տարի հետո Ուզում եմ movement-ի պես մի բան սկսի, որ աշխարհով մեկ wine, spirit, ուտելիք, hospitality, հետո մնացածը իր պախոդու, որտեղ Թուլումն էլ երկու հատ փողոցից է, էլի սկսեք, հիմա էլ երկու հատ փողոց։ Թուլում style fashion-ը կա, Թուլում style խոհանոց են մարդիկ օրինել։ Երկու հատ փողոց է, էլի ասենք ոնց որ Ծովագյուղում հիմա մի հատ couple որոշի մի հատ ստիլ սկսի ծովագյուղ ստայլի ու մի 10 տարուց երկրագնդի վրա ինչքան տենց առաջադեմ մասա կա ահա որ մեծ փողեր տա որ գա դե մի շաբաթ տժա Դե իրականում բրենդ ասածը հզոր բան է Եթե այդ բրենդը ստացվեց արդեն վաճառքը ինքնստիկյան գնում է բայց այդ բրենդը սարքելն է երևի շատ դժվար ու creative mind-ը պահանջում որ Աննաջան 10 սիմվոլ եթե մենք նստենք մեր պես թեկուզ մարսայով որոշելու ազգային 10-ն էլ լինելու է ոչ Հայաստանի Հանրապետության հետ կապված այսօր ասենք թե Շոր խառը խշտիկ բաներ անելու, որը սաղս օքեյ ենք դրա հետ, բայց այդ ուրիշ բան է։ Այն ինչ որ այսօր ունես հասկանալ, մարսել, մի հատ էլ հասկանաս որ թվականն է, ու հասկանաս այդ ունեցածդ ոնց ծախես, ոնց ներկայացնես։ Այդ արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Ես ինչ արագ անցավ ժամանակից, մի ժամ Չեք ժամ։ Դեռ ոչ մի բան չեմ հարցրել։ Եվ որ թվին եք դուք, եթե չի կարելի հարցել տան։ Ինչ թեմաներ կա, որ կուզենայր կիսել ու շեշտել, ասել, չգիտեմ, կա ինչ-որ բան, որ կուզեիր ասել ընդհանուր ժողովրդին, չգիտեմ, ով լսում Կա Թողան տենան պտտվեն ով չի եղել հասկանան ինչա մարսեն, մշտական բնակության համար ահա որ դժվար է ու խորհուրդ չի տա հիմա գալ, կրթություն ինչ-որ պրոյեկտներ թույն կան տենանելի եմ ասում զարգանան գնան, այդ են կողմի մեր հայրենակիցներն, այս կողմիներն էլ շատ արագ ինչ-որ ձևերով տարբեր հիմնականում հիմնավորվեն Հայաստանում առնեն տուն, ստեղծեն մի հատ բիզնես, կարնան կնենց բալանսի բերեն ստեղ իրանց կյանքը, որ կեսը ընդեղ լինեն գոնե տարվա, որտև 10 տարվա մեջ ես տեղ եմ, եթե սենց կարելի է նայել, հիմա սենց է պետք նայել Հայաստանը Ամերիկայի հետ։
Ես ահա որ պոզիտիվ եմ ու ինձ թվում այնտեղ բացի որ մեր հայրենիքն է բան այդ էմոցիոնալ մասերը པարզ է սուտ որպես Վերջի անգամ երբ ես եղել Կարեն Երևանում նոր ասացի ասեցին նոր ես հունիս հա ես ամեն ամառ համարյա գնում ենք ու ամեն ամառ ոնց որ եթե համատում ես սենց նայում ես ենթադրենք Հյուսիսային պողոտային կամ Կասկադին, հա, սենց ինչ որ ամբողջի ես նայում ու ոնց որ ուզում ես տարբերություն զգաս, իմ կարծիքով մեր ուսանողության թվերի հետ ու հիմիկվա տարբերությունն է, որ այդ ստանդարտ, որ սև էին հագնում աղջիկները սևի մեջ, ինչ որ սենց բան, շատ գունավոր է դառել ընդհանուր ամբողջը ու մենակ հայեր չեն տենց տարբեր ազգեր ես տեսնում ու հիմնական հարուստներ են բացի հայերից բայց իմ կարծիքով ոնց որ ես Թիֆլիսում եմ եղել մի 3 տարի առաջ, ես վերջերս չեմ եղել, 3 տարի առաջ եմ եղել ու իմ աչքին մի տեսակ գնալով Երևանը ոնց որ Թիֆլիս է դառնում, չգիտեմ, քո մոտ էլ է տենց զգացում։ Երևանը, հա, ոչ միայն Թիֆլիս, եվրոպական մոդեռն քաղաք, մայրաքաղաք, շատ իրա ուրույն ձեռագիրով, շատ սկսել է տարբերվել, ու այս ռուսների գալով կամ օտարերկրացիների ինքը ձևավորվում է այդ շատ հավես քաղաք, ու հաստատ ես որ միշտ տենց շատ ինվոլվ եմ եղել Երևանի ամեն ծակուցուկի մեջ, ամեն ինչի մեջ, իմ համար լիքը նորություններ կա այնտեղ, ինչքան գնում եմ աշխատում եմ նոր բան տենամ, հետո որ գնում եմ նոր բան տենամ։ Գինու օրերին, որ Սարյանը փակում են, այդ օրերին գնացել ես։ Այնտեղ եմ։ Ես որ գնացի որպես visitor էլի, որպես այցելու ու քայլեցի օփշած էի մնացել, որովհետև հայ այցելուները եւի ավելի քիչ էին, քան ուրիշ ազգի։ Հետո ես հասկացա, որ ուրիշ ազգի մարդիկ նույնիսկ հենց այդ արարողության համար թռնում գալիս են Հայաստան։ Ես իմ մինի գինի օրերը ամեն օր ստեղ մինի անում եմ, այս իմ ապրանքները, որ այդ օտարներին տանում լցնում այդ wow-ները ու չգիտեմ ինչերը լսում ես ու դեռ բայց դե հələ լիքը գործ կանելու, հա, մեր ամեն ինչը շատ որակով է լավն է, պրոստը պետք է իրանց Ստեղինը մի անգամ եմ ոնց որ գնացել հյուրանոցի առաջի հարկում էր, եթե չեմ սխալվում, լավ չեմ հիշում որ հյուրանոցն էր, բայց ոնց որ հա, Burbank Marriott-ներ, բայց ոնց որ թե այցելուները հիմնական հայեր էին։ Այդ խնդիրը կա։ Դե ամեն ինչ պետք է, հա, օրինակ ես հաստատ ինքը հաջողված կլինի, որ Նյու Յորքում էլ անես։ Հա։ Սան Դիեգոյում էլ անես։ Ու հետո իմ կարծիքով այդ տիպի իվենթները ոնց որ consistency-ն է, որ ի վերջո հաջողություն է բերում, միանշանակ առաջի, երկրորդ, երրորդ տարին կարող է ոնց որ զգաս, որ ինչ որ շարժ չկա, բայց եթե իմ կարծիքով շարունակվի, որը շատ լավ գաղափար է, էլի, որ Ամերիկայում հայկական ալկոհոլի օրեր լինեն գնալու փորձելու, իմ կարծիքով ի վերջո արդեն կգան մեկացնելն է, մյուս ազգերն է։ Իմ մտքին գալիս է, որ հայկական, չգիտեմ, դաժե պանիրի պանրագործությունը իր սորտերով, պանիրի, էլի դե ստանդարտները մի կողմ, բայց հաստատ այնտեղ լիքը underrated է, կարելի աշխատել ու դառնա ինքը շատ պոպուլյար։ Ի տարբերություն վրացիների, եթե Ռուսաստան գնաք ստեղել 3-ից մեկը սուլուգունի կամ այդ սորտերը գիտի, իսկ մեր բանը պանիրի սորտերը այդքան չգիտեմ, բայց համթույն պատմություն կա պանրագործական, հա, սովետ ու առաջ էլ իրևի։ Հիմա էլ հոյակապ գործարաններ են, օրինակ պետությունը մի հատ այդ ինդաստրին պետք է հանի վերև, ասի ես եմ, իմ երկրում էս արտադրվում այս ստանդարտներով։ Նոր մասնավորը արդեն գնում է, չգիտեմ, գտնում է Եթովպիա, յա գնում Աֆրիկա, յա գնում ուրա գնում, տանում տեղը հասցնում այդ տակերը այդ պրոստը պետք է դնի ասի ես պետությունն եմ, ես այս սորտերը ունեմ, այս ինդաստրիները, այս ստանդարտներով, եկեք աշխատեք։ Իսկ գնի առումով
ոնց որ այդ բառը չգիտեմ գրական ոնց ասեմ, բայց ձեռք տվող գներեն Հայաստանի product-ները, Այդ մենք որ մենք ելնենք բուտիկ, այսինքն որակ, մենք մի հատ մեզ որակ եւ ոչ թե քանակ եւ որակ ու տրադիցիա ծախես։ Այդ մի քիչ թանկ է, որ հաստատ մարդիկ կտան ու կառնեն։ Դե հա, Այդ է խնդիրը, բայց որ ունես ամեն ինչ սաղին ուզում ես բավարարես բան, արդյունքում ոչ մի ոլորտ չի կայանում միջազգայինորեն։ Այդ մի Սարյան փողոցի վրա է մնալու այդ գինեգործություն կոչվածը։ Լավ է, բայց հենց այդ լավայի հետևը ես որ ուրիշ առիթով սկսեմ խոսամ թե բա ինչքան լավ կարա լինի ու ինչքան վատ է հիմա լիքը բաներ կոնկրետ Օրինակ պետական այդ համակարգերն էլ նախարարություններ իրանց ստրուկտուրաներով բանով։ Դա 100 տարվա նույն սիստեմներն են։ Ես որ էկոնոմիկայի նախարարություն մտնում դուրս եմ գալ, շուտից կտրվում է ինսուլտ եմ ստանում։ Այդ դանդաղություն, տենց այդ հարցը այդ մարդիկ չեն այդի ու շատ լիքը լավ հայրենասեր նվիրյալ մարդիկ կան գործեն անում լավ են։ System wise մի քիչ պետք է Կարեն դե պատկերացրու, որ հա ես հասկանում եմ, որ ալկոհոլի ու մնացած product-ների արտահանումը ընդհանուր առմամբ Հայաստանի ու Հայաստանի պետության համար շատ կարևոր է, բայց պատկերացրու ես գիտեմ, չեմ ասի անուններ, բայց գիտեմ ռազմաարդյունաբերության մեջ լրիվ նույն խնդիրն է, որ եթե պետական համակարգը ավելի արագ ճկուն ավելի ոնց որ հետդ քայլող այդ ձևի համակարգներ հայկական ռազմաարդյունաբերությունը միանշանակ ավելի զարգացած ու որը մեր համար թթվածին է, հա, ասենք մեր ապագայի համար ավելի լավ տեղ կլիներ, դե հույսով, չգիտեմ Ես միշտ դրական եմ մտածում, հույսով, որ ապագայում ավելի ջահելներ կլինեն, երիտասարդ կադրեր պետական համակարգում, ավելի ճկուն, ավելի արագ։ Պետական համակարգի մեջ է, պետք է մի քիչ այդ բիզնեսի դրայվը գա, մի քիչ էլ այդ սիստեմ ջարդող մարդիկ ելնեն։ Ոնց որ մեր ցանկացած հիմնարկներ թեկուզ ընտանիք, թեկուզ ընկերություն, այդ նորարար, մի քիչ նոն-կոնֆորմիստ, մի քիչ նոր մարդիկ, որ չեն ելնում, լճանում է, ցանկացած համակարգ լճանում է։ Հիմա հա շատ լավ է, բայց այդ լավայի մոմենտը չեմ ուզում կորցվի, էլի այդ մոմենտումը, որտեվ հիմա ժամանակն է հեղափոխական այդ հեղափոխությունը այդպես բառ չի։ Պետք է գա պետական համակարգ ջարդվեն լյուբոյ բան ինչ որ 3 օրից ավել է տևում ինչ որ դանդաղում այս չի լինում բայց դրա համար այդ անողները պետք է էլի այդ անողները պետք է տեղ իրանց կոմֆորտնից գան որ գործանողը պետք է գնահատվի դաժե մի քիչ սխալ որտեվ այդ ավել լավ է քան вообще ոչ մի բան չանողը այնքան որ շարից փորձանքից հեռու իսկ հիմա դա կա Դե գիտես ինչ ճիշտն ասած երևի մենակ Հայաստանում չի որ պետական համակարգը տենց դանդաղ է օրինակ Ամերիկայում էլ ուզում ես մի հատ տունը չգիտեմ այս պատը մի քիչ առաջ տաս կամ բալկոն գցես հայկական բանը երկար բանա ոնց որ process է տարուց ավել է տևում այսինքն էդ էլ էլի բիզնեսների համար հիմա ես անձնական բան ասեցի տունը բայց եթե բիզնեսը ուզում է ինչ որ արագ փոփոխություններ անի ամերիկյան պետական համակարգերն էլ շատ դանդաղ են ընդհանուր չինովնիկությունն ու բյուրոկրատիան այտենց բան է ինքը այտենց բան է ու հենց այդ պետության ղեկավար թիմի հենց skillը լինի դեպի ինքը բան անի էլ այդ բալանսը պահի դեպի ավելի արագ քան paperwork բյուրոկրատիա որը էլի պետք է բայց այդ բալանսը հենց ղեկավարը այդ բալանսի բանը տվողն է էլ այդ չափաբաժինները Մեկ էլ ամփոփելու համար մի հատ հետաքրքիր հարց տամ օրինակ ենթադրենք բիզնեսմեն տեղափոխվել է ապրի Լոս Անջելեսում ու փնտրում է ինչ որ
տեղ սկսելու համար։ Դες մեկ կամ երկու նախադասությունով սկսելու համար ինչ խորհուրդ կտաս անի, ասեն գնա MBA անի, թե գնա հայկական խանութում փորձի ինչ որ բաներ գրի, թե ինչ որ ինչ որ թող գտնի ինչա սիրում։ Թող գտնի կոնկրետ ինչա սիրում, ու այդ ինչա սիրումը իր համար դառնա ամենօրյա կյանքի մի մաս, էդ էլ անի։ Այս երկիրը հիմա աշխարհում երևի շատ տեղեր է։ Լրիվ վերջում քեզ pay-off անելու էլ այդ մենակ գտնես ինչ ես սիրում։ Ես լրիվ համաձայն եմ, ու hard working, շատ աշխատել, շատ պետք է աշխատել։ Շատ շնորհակալություն Կարեն ջան, որ այսքան քո արդեն բարձա թե ինչքան զբաղված ես դու, շատ շնորհակալություն, որ այդքան զբաղված գրաֆիկի մեջ կարողացար այս 45 րոպեն տեղավորել, շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ինչ ասած այսօր այսքանը։ Քեզ էլ մերսի շատ ուրախ եմ տեսնել։ Ով չի subscribe եղել մեր YouTube-ի channel-ին, խնդրում ենք subscribe եղեք, որ հետագա շատ հետաքրքիր էպիզոդները բաց չթողեք։ Okay, ես կտարածեմ, որ անպայման իմ story-ները, տարբեր story-ներ, տարբեր մարդկանց պատմենք։ Շատ շնորհակալություն։ Այսօր այսքան։ Merci. Այո, ստես։